Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր մենք տաղավարում ենք Արմավիրի մարզպետ Վարամ Խաչատրյանի հետ, որն է մեր հանդիպման առիթը։ Ընդհանրապես նախընտրական քարոզչության ընթացքում հիմնականում հանրահավաքային եւ զրույցային տրամաբանությամբ ենք շփվում մարդկանց հետ եւ առիթ չի լինում կենտրոնանալ այն հարցի վրա, թե օրինակ 2018 թվականից ինչ աշխատանքներ են արվել մարզերում, այսօր քանի որ Արմավիրի մարզ ենք այցելելու եւ հետագայում էլ մարզային այցելություններից առաջ որոշեցինք, որ այսպիսի ձևաչափով մարզպետի ներկայությամբ ես ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ են արվել եւ նաեւ բնականաբար մարզպետը ոչ միայն Արմավիրի, հետագայում նաեւ մյուս գործընկերները ինձ կօգնեն, որպեսզի մենք ավելի ճիշտ ներկայացնենք եւ ավելի ճիշտ պատկերացնենք, թե ինչ աշխատանքներ են իրականացվել։ Եվ այսպես Արմավիրի մարզում 2018-ից 2026 թվականները իրականացված ծրագրերի վերաբերյալ կարող ենք ասել հետեւյալը, որ 2018-ից 26 թվականներին իրականացվել է Արմավիրի մարզում շուրջ 92 միլիարդ դրամի ներդրում եւ նաեւ 64 միլիարդ դրամի դոտացիա է հատկացվել համայնքներին։ Ես ինչքան հասկանում եմ, այսքանը ամբողջ թիվն է, թե դա ավելացած մասն է մենակ։ Էսպայի թիվն է։ Ուրեմն ներդրումների հիմնական ուղղություններն են եղել 18-ից 26 թվական, այսինքն մինչև այս երբ մայիսի 1-ը, հա, պայմանական, որովհետեւ տենց բան։ Ուրեմն ճանապարհաշինության ոլորտում այդ թվում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է 32.2 միլիարդ դրամի ներդրում։ Դպրոցաշինության ոլորտում ներառյալ նաև գույքի ձեռքբերումը Արմավիրի մարզում իրականացվել է 26 միլիարդ դրամի ներդրում։ Մանկապարտեզաշինության ոլորտում ներառյալ գույքը 18 միլիարդ դրամի ներդրում։ Առողջապահական հիմնարկներում 900 միլիոն դրամի ներդրում է իրականացվել, 1.5 միլիարդ դրամ է ծախսվել տարբեր հրատապ ծրագրերի համար։ Առողջապահական հիմնարկներում ջրային ոլորտում 13.2 միլիարդ դրամ, որովհետև սա հատկապես կարևոր է, որովհետև Արմավիրի մարզը գյուղատնտեսական մարզ է եւ ջրային ոլորտը հատկապես կարևոր է։ Այս ամենքը նաեւ ըստ ոլորտների կանդրադառնանք։ Այլ սուբվենցիոն ծրագրերը, որոնք նշված թեմաների հետ չեն առնչվում, 5.1 միլիարդ դրամի ներդրում է արվել, այլ մշակութային եւ սպորտային ծրագրերում 1.5 միլիարդ դրամի ներդրում է արվել եւ նաեւ հիշատակել ենք այս փաթեթում Մարգարա-Մաքսային կետի կառուցումը, որը պատրաստ է արդեն լիարժեք, որպեսզի Հայաստան-Թուրքիա սահմանը բացվելու պարագայում լիարժեք սպասարկի։ Այո, պարոն վարչապետ, անկեղծ մեր մարզի համար շատ կարևոր իրադարձություն կլինի սահմանը բացվելը եւ ինչի մենակ ձեր մարզի համար։ Այո, եւ էդ էլ կա, որ շատերը փորձում են սահմանի բացելով վախեցնել։ Երեք ես ասուլիսում էլ ասացի, որ եթե իրանց տրամաբանությանն եք նայում, որ ասում են, վայ, որ սահմանը բացվի, սենց կլինի, վատ կլինի, այն կլինի, փաստորեն ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը լավություն են անում մեզ, որ սահմանը փակ են պահում։ Հակառակ դեպքում 30 տարի եւ ավելի Հայաստանի չի միջազգային ատյաններում այդ թեման անդադ բարձրացվում։ Ամեն դեպքում հիմա անդրադառնանք սուբվենցիոն ծրագրերին ըստ մարզերի, ըստ համայնքների։ Բայց ընդհանուր առմամբ 2018-ից 2026 թվականը մարզում իրականացվել է 26 համայնքներում 26.5 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է 13 միլիարդ դրամ կամ 49%։ Բայց այստեղ կառավարության սուբվենցիայի տոկոսը հաշվառելիս պետք է վերջում կանդրադառնանք, թե այս ընթացքում ինչքան դոտացիան ավելացել, որը նաև համայնքների սուբվենցիոն հնարավորությունները բարձրացրել է, եւ եթե դա հաշվի առնենք բոլոր տեղերում առանց բացառության դոտացիաների հաշվառումով, որտեղ դոտացիան տալիս ենք, այդ փողը համայնքը
ներկայացնում է որպես սեփական ֆինանսավորում սուբվենցիոն նախագծերի, ճիշտ եմ ասում։ Փաստացի պետական բյուջեից ավելի շատ է գալի, քան Այո։ Հիմա ըստ մի բան նշեմ, քանի որ խոսքը գնաց սուբվենցիա ծրագրերից եւ մարզի, ես երբ որ համայնքի ղեկավար էի, հետաքրքրեց մարզում ինչ ծրագրեր արվում եւ մի քանի թիվ հանեցի վերջի 20 տարին 2018 թվականից հետ եմ գնացել, այդպես հետաքրքրվեցի, ուրեմն ամբողջ մարզում այդքան գործ չէր արվել, ինչքան որ մեծամոր համայնքը մենակ սուբվենցիա էր ներկայացրել։ Այսինքն նախորդող նույն ժամանակաշրջանում։ Այո, 3 տարվա չափով 20 տարի հետ են գնում, 20 տարվա մեջ ամբողջ մարզում մենակ մեծամոր համայնքի չափ ծրագիր չէր արվել։ Շատ լավ։ Դե հիմա ըստ էության ժողովուրդն էլ է շատ խոսում եւ կարծում եմ, որ այս թեմային sense չենք նայել, բայց երևի արժի մի հատ տեսնել արխիվում ինչ նյութեր կան համատել, որովհետեւ հիմա շատ տեղերում ժողովուրդը ասում են, որ մեկ էլ սովետական միության ժամանակ կա, որ այս ծավալի շինարարություններին տեղի ունեցել հանրապետություն սուբվենցիայով եւ ոչ միայն։ Դուք մենակ սուբվենցիան նշեցիք, բայց այդտեղ նաեւ մենք ուղիղ ծրագրեր ենք ճանում։ Մասնավորապես դպրոցները ամբողջը պետական բյուջեի ծրագրերով է, հանրապետական, միջպետական նշանակության ճանապարհները ամբողջ պետական ծրագրով այդ ամեն ինչը հուշարձանների վերականգնում պաշտպանությունը ամբողջը պետական բյուջեի ծրագրով է, առողջապահական հիմնարկները ամբողջը պետական բյուջեի, ամբուլատորիաներն էլ է, չէ՞, բյուջե։ Մշակույթի տներ ունեն կառուցված պետական բյուջեից, այսինքն ուղիղ ֆինանսավորում։ ուղիղ ֆինանսավորում։ Շատ լավ, եւ հիմա մասնակցային բյուջետավորումը ունենք, մասնակցային բյուջետավորումը ճիշտ է, դա էլ մոռացել եմ։ 11 ծրագիր են կարել մարզում, Մասնակցային բյուջետավորման դեպքում համայնքը չի մասնակցում, բայց քիչ սիմվոլիկ տոկոս։ Շատ լավ։ Հիմա ըստ համայնքների ծրագրերի բաշխվածությունը հետևյալն է։ Արմավիրում 18-ից 26 թվականը իրականացվել է 5.7 միլիարդ դրամ, այդ թվում 2.8 միլիարդ դրամի ֆինանսավորումը կամ 48.8%-ը պետական բյուջեից։ Վաղաշաբաթում 5.3 միլիարդ դրամ, այդ թվում 2.9 միլիարդ դրամը կամ 55.7%-ը պետական բյուջեից։ Մեծ ամորում 6.6 միլիարդ դրամ, այս ոնց է հարմարացրել, մեծ ամորում այդ թվում 3.7 միլիարդ դրամը կամ 55%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Բաղրամյան համայնքում 2.9 միլիարդ դրամ, այդ թվում 1.4 միլիարդ դրամը կամ 48%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Արաքս համայնքում 3.9 միլիարդ դրամ, այդ թվում 2.2 միլիարդ դրամը կամ 56.7%-ը պետական բյուջեից։ Փարաքարում 2.2 միլիարդ դրամ, այդ թվում 919 միլիոն դրամը կամ 41.6%-ը պետական բյուջեում եւ Ֆերիկ համայնքում 18.2 միլիոն դրամ, այդ թվում 8.5 միլիոն դրամը կամ 47%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Հիմա տեսնենք ինչ ուղղություններով են ծախսվել։ Բան ունեք ասելու։ Համայնքի մասով մի բան կասեմ, մենք առաջի 2 տարին Ֆերիկ համայնքը եզդիա ազգային փոքրամասնության ինքը բաներ բյուջեն չուներ, բայց կառավարությունը որոշում կայացրեց 50 միլիոն դրամով դոտացիան ավելացրեց, այսինքն նշանակում է, որ եկող տարիները ավելի մեծ ծրագրեր կարվի համայնքում։ Շատ լավ, այս շատ կարևոր է։ Հիմա ուզում եմ մենք անդրադառնանք, թե սուբվենցիոն ծրագրերը ինչ տեսք ունեն, ինչա տեղի ունեցել։ Ուրեմն մարզում մենակ սուբվենցիով ծրագրերով կառուցվել է 92 կիլոմետր ասֆալտապատում է իրականացվել ճանապարհների, 90 կիլոմետր, 200 մետր։ 12.7 կիլոմետր իրականացվել է փողոցների սալարկում, այսինքն ասֆալտապատում, երկուսը իրար հետ 100 կիլոմետրից ավելի, 103 կիլոմետր ճանապարհ են կառուցել։ Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում եւ նորոգում 348 կիլոմետր, 348 կիլոմետր ջրագիծ
ջրագիծ եւ կոյուղագիծ ենք անցկացրել 18-ից 26 թվականները Արմավիրի մարզում։ Ոռոգման համակարգերի կառուցում եւ նորոգում 32.4 կիլոմետր։ Իմիջիայլոց ասեմ, որ Արմավիրի մարզը հանրապետության տարածքով ամենաքիչ, բնակչության ամենամեծ մարզն է։ Փողոցային լուսավորության համակարգերի կառուցում 97.8 կիլոմետր։ Իմիջիայլոց ասեմ, որ դա ինքնաթիռից արդեն երևում է, որովհետեւ ուշ ժամերի, որ վայրեջք եմ կատարում, նայում եմ, ու այդ լույսերը էական վերականգնվող էներգետիկայի թվում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում 3 արևային կայան։ Սրանք ինչ կայաններ են։ Կայաններ ունենք, որ օրինակ խորքային հորերի վրա է աշխատում կամ մշակույթի տների, ունենք արվեստի դպրոցի համար կառուցված, որ այդ թվում մանկապարտեզի։ Շատ լավ, ասենք խորքային հորերի վրա են դրել, շատ կարևոր է, որովհետեւ հորերի վրա լավ է, որովհետեւ այնտեղ էներգիան ավելի ծախսատար է։ Շատ լավ, այսինքն այդ կայանները տեղադրելով մենք ոռոգման ջրի ինքնարժեքը նվազեցնում ենք եւ համայնքի համար ավելի կոմֆորտ է։ 134 կիլոմետր գազատար են կառուցել բնակավայրերի գազաֆիկացման շրջանակներում։ 38 մանկապարտեզի ծրագիրը իրականացնել, սա մենակ սուբվենցիան է, այսա կանդրադառնամ նաև մանկապարտեզների ընդհանուր թվին, որովհետև մանկապարտեզների մի մասը կառուցվում է հենց ուղիղ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Տարբեր հասարակական շենքերի, մշակույթի տների, համայնքային կենտրոնների կառուցում եւ վերակառուցում 34 այսպիսի հասարակական շենք է կառուցվել։ Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառում։ Մասնավորապես 13 շենքում 13 վերելակ, այս մեծամորի բոլորը մեծամորում է, չէ՞, 27 շենքի տանիք, 19 շենքի մուտքերի նորոգում է իրականացվել, դուռ, պատուհան եւ այլն եւ այլն։ Այգիների, պուրակների կառուցում բարեկարգում 6 այգի է մարզում կառուցվել, 6 բակ, 1 հուշարձան, 17 խաղահրապարակ երեխեքի համար։ Երեխեք 17 խաղահրապարակ, բայց երեխեքը դեռ շատ ու շատ խաղահրապարակներ ուզում են, չէ՞։ Դե դրա համար մենք մեր նախընտրական ծրագրում 100 կոմբինացված խաղահրապարակների կետ ենք ներառել։ Սուբվենցիաներով մեքենասարքավորումների տեխնիկա եւ գույքի ձեռքբերում 34 անուն տեխնիկա ենք ձեռք բերել տարբեր համայնքների, դրանք ինչեր են համատար մեքենաներ են, կոյուղի մակրող մեքենաներ են, բազմաֆունկցիոնալ, այսինքն ձուն մակրող, շատ լավ։ Տրակտորներ։ Հիմա հաջորդի վերը, որ խոսում էինք ճանապարհների մասին, սուբվենցիոն դրանք խոսքը համայնքային ճանապարհ, համայնքի ներսի ճանապարհների մասին էին։ Հիմա ուզում եմ խոսենք Արմավիրի մարզում 18-ից 26 թվականների ընթացքում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների մասին։ Ուրեմն 18-ից 26 թվական Արմավիրի մարզում 215 կիլոմետր ճանապարհ է նորոգվել, հիմնանորոգվել կամ կառուցվել։ 22.2 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ եւ այս պահին 33.6 կիլոմետր ճանապարհի շինարարություն գնում է ընթացիկ շինարարության մեջ է եւ պարոն վարչապետ արդյունք օգտվելով կուզեմ նշեմ, որ այստեղ ճանապարհներ կան, որ մեր համար երազանք է եղել ու չենք էլ մտածել, որ կարող է մի օր այդ ճանապարհը ասֆալտապատվի եւ մենք ասֆալտի վրայով երթևեկենք։ Շատ լավ։ Ուրեմն միջպետական նշանակության կառուցվածքներ 92 կիլոմետր, նո արդեն սկսած բանից Երևանից, որ արդեն մտնում ենք միանգամից Փարաքար, արդեն parza այդ ճանապարհը հոյակապ վիճակում է։ Գյումրի դեպի Բագարան եւ դեպի Զվարթնոց օդանավական գնացող ճանապարհն էլ է Արմավիրի մարզով, բայց պետականները ամբողջը կարելի ասել վերանորոգված։ Հիմա Երևանից մինչև Արմավիր մարզ կենտրոն
եւ ինչի միջև Արմավիր, միջև ասենք Շիրակի մարզի հատվածը, բոլոր Արագածոտնի մարզի հատվածը, Թալինի Խաչվերով, ճանապարհը լրիվ միջպետականը, լրիվ նորմալ վիճակում է, միջև Մարգարա գնացողը լրիվ նորմալ վիճակում է, նորմալ վիճակում է, մինչև Բագարան գնում է արդեն այնտեղ այս պահին աշխատանքներ է տարվում։ Իսկ Սարդարապատի հուշահամալիրից են կողմ մի հատված վերանորոգվում։ Հանրապետական նշանակության ճանապարհներ 44.2 կիլոմետր, մարզային եւ տեղական նշանակության 79.1 կիլոմետր։ Այսինքն բացի սուբվենցիաներից այսքան էլ լրացուցիչ ճանապարհներ են կառուցվել։ Արմավիրի մարզի առավել խոշոր ճանապարհաշինական ծրագրերը՝ Նորապատ Արգավանդ ճանապարհահատվածի 17 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Վանանդ բնակավայրի միջով անցնող ճանապարհի 11 հատվածի հիմնանորոգում, պայմանագրային արժեքը 1.5 միլիարդ դրամ, Մերձավան Այգեկ ավտոճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, Վաղարշապատ Շահումյան տանող դեպի Աշտարակ ճանապարհահատվածի 4.8 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, Մեծամոր Հայեկ Ակնալիչ ճանապարհահատվածի 16 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Էլ ես էլ հիշում եմ, որ մի օր Մեծամոր գնացինք, ժամանակ, այո, դեպի ատոմական գնացող ճանապարհը շատ վատ վիճակում էր, ասացի մեր երկրի ռազմավարական նշանակության օբյեկտն է, ոնց կարա ճանապարհես վիճակում, հիմա կառուցված է լրիվ նորմալ վիճակում։ Հիմա անցնենք դպրոցներին ու մանկապարտեզներին։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով Արմավիրի մարզում իրականացվել է կամ իրականացվում է 30 դպրոցի կառուցում, վերանորոգում, ներառյալ 5 կրթահամալիրը, 74 մանկապարտեզի նախակրթարանի իրականացում 74 մանկապարտեզի 49, որից 49 մանկապարտեզ, 20 նախակրթարան եւ 5 մանկապարտեզ կրթահամալիրի կազմում։ Այստեղ արդեն այս ընդհանուր ծրագրերի մեջ հիմա որ նշում եմ նաեւ սուբվենցիոն ծրագրերով կառուցված նորոգված մանկապարտեզները նույնպես ներառված են։ Ներկայումս ուրեմն շինարարական աշխատանքները ավարտված են 10 դպրոցներում եւ 44 մանկապարտեզ նախակրթարաններում ըստ համայնքների։ Արաքս համայնքում 3 դպրոց, 10 մանկապարտեզ, 1 նախակրթարան։ Աշխատանքները ավարտված են 1 դպրոցում, 7 մանկապարտեզում եւ 1 նախակրթարանում։ Բաշխվածությունը ըստ Արաքս խոշորացված համայնքի բնակավայրերի։ Ջրարբեի միջնակարգ դպրոցը կառուցման ընթացքի մեջ է։ Այս տարի միշտ տարվա վերջ կավարտենք։ Հա։ Ջրառատի միջնակարգ դպրոցը կառուցման ընթացքի մեջ է 432 աշակերտի համար նախատեսված։ Ջրարբի դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար։ Մեծամորի միջնակարգ դպրոցը վերանորոգված ավարտված է արդեն։ Այո, Այցելել ենք, հա։ Այնքան շատ տեղեր ենք աշխատանքային այցին Մեծամոր գյուղի մասն է, Արաքս Մեծամոր գյուղի մաս։ Հա, ես Մեծամոր համայնքի հետ խառնեցի։ Շատ լավ։ Հիմա մանկապարտեզները Արաքս համայնքում 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցված ավարտված է։ Առատաշենում 110 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը հիմնանորոգված է։ Գայ բնակավայրում 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցված է։ Խորոնք բնակավայրում 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը հիմնանորոգված է։ Ջրառատ բնակավայրում 115 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը հիմնանորոգված է։ Արաքս բնակավայրում 90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը վերանորոգված է։ Մեծամոր բնակավայրում, Մեծամոր բնակավայրում, Արաքս խոշորացված համայնքի Մեծամոր բնակավայրում 110 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը հիմնանորոգված է։
Այսինքն մեծամորում համ դպրոց են կառուցում, համ մանկապարտեզ։ Այո, պարոն վարչապետ։ Արտիմետ բնակավայրում 90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի վերանորոգումը ընթացքի մեջ է։ Լուսագյուղ բնակավայրում 90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը նորոգված է։ Ջրարպի բնակավայրում 288 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի նորոգումը ընթացքի մեջ է։ Ակնաշենի միջնակարգ դպրոցում դպրոցի շենքում նախակրթարանա ստեղծվել, որը հիմնանորոգված եւ պատրաստ է։ Հիմա Արմավիր համայնքում 4 դպրոց, 13 մանկապարտեզ, 4 նախակրթարան։ 2 դպրոցում աշխատանքները ավարտված են Արմավիր խոշորացված համայնքում։ 6 մանկապարտեզում եւ 3 նախակրթարանում նույնպես ավարտված են։ Հիմա ըստ բնակավայրերի վերանորոգվում է Խանջանի միջնակարգ դպրոցը, Խանջան բնակավայրի։ Նորավանի դպրոցը վերանորոգվել ավարտվել է։ Ավարտվել է, գույքը մոտակա օրերը կլինի եւ շատ Արմավիրի թիվ 2 դպրոցի նորոգումը նույնպես ավարտվել է, բայց աշխատում է։ Հա, այցելել են։ Այգևանի միջնակարգ դպրոցը էլի վերանորոգումը ընթացքի մեջ է։ Հիմա մանկապարտեզները Այգևան բնակավայրում 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը մոդուլային տիպի կառուցված ավարտված է աշխատում։ Լենուղի գյուղում 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցված է, աշխատում է։ Նորավանի 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցված է եւ աշխատում է։ Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը, որ 280 երեխայի համար է նախատեսված, վերակառուցումը ընթացքի մեջ է։ Արաքս բնակավայրի 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը հիմնանորոգված աշխատում է։ Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը հիմնանորոգված է եւ աշխատում է։ Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզը հիմնանորոգման ընթացքի մեջ է։ Արմավիր քաղաքի թիվ 6 մանկապարտեզը կառուցվում է, 0-ից մանկապարտեզը կառուցվում։ Խանջանում 90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը հիմնանորոգված է եւ աշխատում է։ Խանջան դեռ մի քանի օր է բացվել է, էլի, պարոն վարչապետ։ Գույքը բան տեղում է։ Այո։ Սարդարապատի մանկապարտեզը 90 երեխայի համար նախատեսված հիմնանորոգված է եւ աշխատում է։ Արմավիրի թիվ 3 մանկապարտեզի նորոգումը ընթացքի մեջ է։ Արմավիրի թիվ 7 մանկապարտեզի նորոգումը ընթացքի մեջ է։ Հացիկում նոր մանկապարտեզ են կառուցում, որը այս տարի կավարտվի։ Տարվա վերջը ուսանք կավարտվի։ Դե տենց է պլանը, 500-ի մեջ է, պետք է այս տարի պլանը տենց է, եթե շինարարները բարեխիղճ շինարարներ են, պարոն վարչապետ, վստահ եմ կավարտվի։ Ահա, շատ լավ է։ Ուրեմն Արմավիրի թիվ 10 դպրոցի շենքում նախակրթարանը հիմնանորոգվել է եւ աշխատում է։ Խանջանի միջնակարգ դպրոցում նախակրթարանը հիմնանորոգվել է, աշխատում է։ Միասնիկյանի միջնակարգ դպրոցում նախակրթարանը հիմնանորոգված է, աշխատում է եւ Նորավանի միջնակարգ դպրոցի շենքում նախակրթարանը հիմնանորոգված է, աշխատում է։ Ճիշտ ասացի ամեն։ Դպրոցի հետ կբացենք Նորավանը։ Դպրոցը վերանորոգել ենք, գույքի Այսինքն վերանորոգված է, բայց դեռ չի աշխատում, այս առաջկա։ Բաղրամյան համայնքում իրականացվում է 3 դպրոցի, 3 մանկապարտեզի, 5 նախակրթարանի ծրագիր։ Աշխատանքները ավարտված են 2 դպրոցում, 2 մանկապարտեզում եւ 3 նախակրթարանում։ Հիմա Արգինայի միջնակարգ դպրոցը կառուցված է, ես էլ այցելել եմ, նորմալ աշխատում է Արգինայի դպրոցը։ Մոդուլային տիպի մեր տիպային նախագծով իրականացված։ Վանանդ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսվող դպրոցա կառուցվում 0-ից
եւ Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ աշխատում է արդեն Քարակերտում։ Քարակերտում այո։ Բաղրամյան համայնքում ուրեմն մանկապարտեզներ Լեռնագոգի մանկապարտեզը կառուցված է եւ աշխատում է։ Հուշակերտի մանկապարտեզը Լեռնագոգի մանկապարտեզը 120 երեխայի համար է նախատեսված։ Հուշակերտի մանկապարտեզը 60 երեխայի համար է նախատեսված վերանորոգված է։ Շենիկի մանկապարտեզի նորոգումը ընթացքի մեջ է։ Բաղարանի միջնակարգ դպրոցում նախակրթարանը վերանորոգված է եւ աշխատում է։ Դալարիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում նախակրթարանը վերանորոգված է եւ աշխատում է։ Երևանդաշատի միջնակարգ դպրոցում նախակրթարանը վերանորոգված է եւ աշխատում է։ Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում նախակրթարանը վերանորոգված է եւ աշխատում է։ Տալվորիկի հիմնական դպրոցում նախակրթարանը վերանորոգման ընթացքի մեջ է։ Ու ինֆորմացիայի ծավալը մեծ է, հիմա եթե միտեղ հələ դեռ չի բացվել 2 օր հետո է բացվելու, մեր սիրելի արմավիրցիները, այսինքն նորոգումը կարևորը ավարտված է, որովհետեւ այդտեղ լինում է իմիջիայլոց վերջին շրջանում ինչ երևույթ ենք նկատում եւ ուրախ ենք իմիջիայլոց դրա համար, որովհետեւ երբեմն պատրաստ է, բայց դեռ չի աշխատում, որովհետև շինարարները, լավ շինարարներ կան, որոնք ժամկետից էական շուտ են ավարտում եւ գույքը նախատեսված է, ասենք շինարարության նախատեսված ժամկետի հետ գա եւ քանի որ ասենք 3 ամիս, 4 ամիս շուտ ավարտում են, գույքը դեռ տեղ չի հասել ճանապարհին, դրա համար դեռ նախակրթարանը կամ դպրոցը կամ մանկապարտեզը չի ավարտում, բայց բոլոր դեպքերում ժամկետից շուտ ավարտելը իհարկե բնականաբար լավ որակով միշտ էլ ցանկալի է։ Հիմա Վաղարշապատում 7 դպրոց, 10 մանկապարտեզ, 4 նախակրթարանի ծրագրի մասին է խոսքը։ Աշխատանքները ավարտված են 1 դպրոցում, 7 մանկապարտեզում եւ 2 նախակրթարանում։ Իսկ ծրագրերը հետեւյալն են. Գեղակերտի միջնակարգ դպրոց 350 աշակերտի համար, որը կառուցվում է։ Ամբերդի միջնակարգ դպրոց Վաղարշապատ խոշորացված համայնքի մասին է խոսքը։ 288 աշակերտի համար դպրոցը կառուցվում է։ Հովտամեջի միջնակարգ դպրոց 169 աշակերտի համար նախատեսված վերանորոգվում է։ Վաղարշապատի թիվ 5 դպրոց վերանորոգված է 650 աշակերտի համար։ Վաղարշապատի թիվ 10 դպրոց, որը կառուցվում է։ Վաղարշապատի թիվ 11 դպրոց, որը կառուցվում է։ Ծիածանի միջնակարգ դպրոց, որը նորոգման ընթացքի մեջ է։ Սրանք դպրոցներն էին։ Մանկապարտեզ Հովտամեջի 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որը կառուցման ընթացքի մեջ է։ Աղավնատուն բնակավայրի 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որը վերանորոգման ընթացքի մեջ է։ Հայթաղի մանկապարտեզ վերանորոգված է եւ 90 երեխայի համար է նախատեսված։ Ծաղկունք բնակավայրում կառուցվում է 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Այգեշատում վերանորոգված է 90 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը։ Վաղարշապատի թիվ 3 մանկապարտեզը, որը նախատեսված է 300 երեխայի համար վերանորոգված է։ Վաղարշապատի թիվ 4 մանկապարտեզ 174 երեխայի համար վերանորոգված է։ Վաղարշապատի թիվ 10 մանկապարտեզ, որը վերանորոգված է, եւ Շահումյան բնակավայրի մանկապարտեզ նորոգված է, Դաշտի միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է, Վաղարշապատի 12 հիմնական դպրոցում նախակրթարանը վերանորոգման ընթացքի մեջ է, Ծիածանի միջնակարգ դպրոցում նախակրթարանը վերանորոգման ընթացքի մեջ է, Հովտամեջի միջնակարգ դպրոցում նախակրթարանը նորոգման ընթացքի մեջ է։ Հիմա Մեծամոր համայնքում 5 կրթահամալիր, 4 դպրոց, 12 մանկապարտեզ, 4 նախակրթարան։ Աշխատանքներն ավարտված են 3 դպրոցում,
7 մանկապարտեզում եւ 4 նախակրթարանում։ Մասնավորապես Երասխահունի կրթահամալիր կառուցման ընթացքի մեջ է 200 աշակերտ 80 մանկապարտեզի սանի համար նախատեսված։ Նոր Արտագերսի կրթահամալիր էլի 200 աշակերտի 80 մանկապարտեզի սանի համար նախատեսված։ Ամասիա բնակավայրի կրթահամալիր էլի 200 աշակերտ 80 սանի համար նախատեսված։ Այս բոլորը կառուցվողներ էին։ Հայկավանի կրթահամալիր նույն ծավալի կառուցման ընթացքի մեջ է։ Վարդանաշենի կրթահամալիր էլի կառուցման ընթացքի մեջ է։ Մրգաշատի թիվ 1 միջնակարգ դպրոց կառուցման ընթացքի մեջ է։ Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց կառուցման ընթացքի մեջ է։ 432 աշակերտի համար էին երկուսն են նախատեսված։ Ալաշկերտի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ աշխատում է։ Նորապատի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է։ Մեծամոր համայնքում մանկապարտեզների եւ նախակրթարանների մասին ինֆորմացիան։ Արտաշարում կառուցվում է 60 սանի համար նախատեսված մանկապարտեզ։ Արևիկում կառուցվել է 144 սանի համար նախատեսված մանկապարտեզ, ես եղել եմ այնտեղ բացմաններ մասնակցել եմ։ Գետաշենում կառուցվում է 144 սանի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզ, նույն մանկապարտեզից կառուցվում է նաև Փշատավանում կառուցվել է։ Այո, Փշատավանում աշխատում է։ Բացվել է, աշխատում է։ Ակնալճում վերանորոգվում է 65 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, Զարթոնքում կառուցվել է 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, Մեծամորի թիվ 2 մանկապարտեզն է վերանորոգվում 55 սանի համար նախատեսված, Մեծամոր քաղաքի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգվել է եւ աշխատում է 90 սանի համար նախատեսված եւ Շենավանի մանկապարտեզը 80 սանի համար նախատեսված, որը կառուցման ընթացքի մեջ է։ Ջանֆիդայի մանկապարտեզը վերանորոգված է եւ աշխատում է։ Տանձուտի մանկապարտեզը վերանորոգված է եւ աշխատում է։ Տարոնիկի մանկապարտեզը 70 սանի համար նախատեսված վերանորոգված է, աշխատում է։ Ամասիայի միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է 25-20-ի համար։ Վերքաշատի միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է, աշխատում է։ Զարթոնքի միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է եւ Տարոնիկի միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է։ Իմիջիալոց Տանձոտ գյուղից ճանապարհը, որ պիտի սկսվեր շինարարությունը սկսել է, Տական փուլում է։ Էտել է, չէ՞, ճանապարհներից, որ ասում եք, չենք էլ մտածի, որովհետեւ ժողովուրդը ասում են, մեկ էլ է որ թվին է նորոգել։ Էլի անցնում էինք գյուղամիջում մարդիկ ասցին, որ ճանապարհը շատ բան է, կարևոր է, այսինքն կավարտվի մի քանի ամս, մինչև տարվա վերջ հաստատ կավարտվի։ Շուտ, ավելի շուտ։ Փարաքարում 4 դպրոց, 2 նախակրթարան, 1 մանկապարտեզ։ Աշխատանքներն ավարտված են 4 դպրոցում, 1 մանկապարտեզում եւ 2 նախակրթարանում։ Բաշխվածությունը ըստ բնակավայրերի։ Պտղուն գյուղի միջնակարգ դպրոց 280 աշակերտի համար կառուցված։ Միջազգ Պտղուն գյուղի դպրոցը տեսնելուց հետո էր նաեւ, որ այս 300 դպրոցի ծրագիրը տենց մտածեցինք, որովհետեւ 18 թիվներ, թե 19 թիվներ ժողովրդելի ճանապարհին կանգնեցրին, ասին խնդրում ենք արի մեր դպրոցը նայի, գնացի մտա սարսափեցի, մեծ սարսափելի պայմաններ էին եւ շատ արագ առաջին դպրոցներից մեկն է մեր, կարծեմ 300 դպրոցի, որը շահագործման է հանձնվել։ Փարաքարի միջնակարգ դպրոցը 576 աշակերտի համար նախատեսված, էլի հոյակապ դպրոց է, որը էլի բացել ենք։ Այգեկի դպրոցը վերանորոգված է, բայց Այգեկի դպրոցում դեռ գործ ունենք, ճիշտ է անել, որովհետեւ մի քիչ նեղված էր դպրոցը, հա, դուրս չեկավ։ Կընդլայնենք այնտեղ սպորտի դահլիճ, ֆիզկուլտուրայի դահլիճ կարծեմ որոշեցինք եւ նաեւ լաբորատորիաների համար առանձին կորպուս եւ գուցե
տարական դասարանների համար։ Նորակերտի դպրոցը 446 աշակերտի համար նախատեսված, վերանորոգված է եւ աշխատում է ենթադրում է։ Փարաքար համայնքում մանկապարտեզ նախակրթարան։ Արևաշատի մանկապարտեզը 50 երեխայի համար նախատեսված կառուցված է։ Մուսալեռի միջնակարգ դպրոցի նախակրթարանը վերանորոգված է եւ Փարաքարի միջնակարգ դպրոցը նախակրթարանը վերանորոգված է։ Հիմա հասանք առողջապահական հիմնարկներին։ Հույս ունեմ այս ինֆորմացիան հետաքրքիր է ձեզ, սիրելի ժողովուրդ, եւ հատկապես սիրելի արմավերցիներ կամ ինչու միայն արմավերցիներ։ Արմավիրի մարզում իրականացվել կամ իրականացվում է 10 առողջապահական հիմնարկների շենքերի կառուցում, վերակառուցում, վերազինում։ 2018-ից 2026 թվականներին ծախսվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագրերը հետևյալն են. Արմավիր համայնք, Արմավիր ԲԿ ինֆեկցիոն մասնաշենքի վերանորոգում, տարածքի բարեկարգում։ Ես եղել եմ այդտեղ։ Արմավիր համայնք, Արմավիր ԲԿ պոլիկլինիկայի վերանորոգում։ Աշխատանքները կավարտվեն 2027 թվականի հոկտեմբերին։ Էջմիածին համայնքի ՀՎԿ-ի Արմավիրի մասնաճյուղի վերակառուցում։ Աշխատանքները կավարտվեն 2026-ի հունիսին։ Արաքս համայնքի Գայ բնակավայրի ամբուլատորիայի կառուցում։ Աշխատանքները կավարտվեն 2026 թվականի օգոստոսին։ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի ամբուլատորիայի կառուցում։ Աշխատանքները կավարտվեն 2026-ի հուլիսին։ Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրի ամբուլատորիայի կառուցում։ Աշխատանքները կավարտվեն 2026-ի հուլիսին։ Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի ամբուլատորիայի կառուցում։ Աշխատանքները կավարտվեն 2026-ի օգոստոսին։ Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի ամբուլատորիայի կառուցում։ Աշխատանքները կավարտվեն օգոստոսին այս տարվա։ Փարաքար համայնքի Մուսալեռ բնակավայրի ամբուլատորիայի կառուցում։ Աշխատանքները կավարտվեն 2026-ի օգոստոսին։ Արմավիր համայնքի Խանջան բնակավայրի ամբուլատորիայի կառուցում։ Աշխատանքները կավարտվեն 2026-ի հուլիսին։ Հիմա Արմավիրի մարզում իրականացված հրատապ ծրագրեր, որը այս ծրագրերը մենք 2022-ին ենք սկսել եւ իրականացվել է 1.5 միլիարդ դրամի հրատապ ծրագիր։ Այս ծրագրերի շրջանակներում իրականացվել են առողջապահական հիմնարկների համար բարձրաժեք սարքավորումների գնում 291 միլիոն դրամի, համայնքային նշանակության գույքի տեխնիկայի ձեռքբերում, շենքերի ամրակայման, վերանորոգման աշխատանքներ։ Ըստ համայնքների հրատապ ծրագրերի բաշխվածությունը հետևյալն է. Արմավիր համայնք 483 միլիոն դրամ, Վաղարշապատ համայնք 731 միլիոն դրամ, Մեծամոր համայնք 22 միլիոն դրամ, Փարաքար համայնք 288 միլիոն դրամ։ Հիմա հաջորդ մեծ փաթեթը Արմավիրի մարզում 2018-ից 2026 թվականները իրականացված ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերի ծրագրեր։ Արմավիրի մարզում 2018-ից 2026 թվականներին իրականացվել են ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերի ավելի քան 13.2 միլիարդ դրամի ծրագրեր։ Դրանցից ուղիղ ֆինանսավորմամբ 7.6 միլիարդ դրամով կառուցվել է 213 կիլոմետր խմելու ջրի եւ ոռոգման ջրագիծ, իսկ սուբվենցիոն ծրագրերով 5.6 միլիարդ դրամով իրականացվել է 348.3 կիլոմետր խմելու ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի, ինչպես նաև 32.4 կիլոմետր ոռոգման համակարգերի կառուցում եւ նորոգում։ Պատկերացնում եք ժողովուրդ, ասենք 550 կիլոմետր ջրագիծ է կառուցվել 2018-ից 2026 թվականը Արմավիրի մարզում։ Բայց հələ խնդիրները սուր են։ Հələ պատկերացրեք ինչ վիճակ ա եղել, որ 500 կիլոմետր կառուցել ենք, 550 կիլոմետր կառուցել ենք, բայց հələ լիքը տեղ խնդիրներ ունենք եւ շատ գործ ունենք, չէ՞ դեռ ջրի ոլորտում անելու։ Բայց ինչ ենք արել այս սպայի դրությամբ։ Արմավիր համայնքում ընդհանուր 2.3 միլիարդ դրամի ներդրում
որից 960 միլիոն դրամ ռոռոկման ցանց 15.4 կիլոմետր երկարությամբ, 1.4 միլիարդ դրամ ջրամատակարարում 71.1 կիլոմետր երկարությամբ Արմավիր համայնքում, Մեծամոր համայնքում ուրեմն 32.1 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման ռոռոկման համակարգ էր, 32.1-ը ռոռոկումն է, թե խմելու ջուրն է, այստեղ բաց են թողվել եւ 6.3 կիլոմետր ջրամատակարարում։ Վաղարշապատ համայնքում 120 միլիոն դրամի ներդրում է իրականացվել եւ կառուցվել է 2.8 կիլոմետր ռոռոկման ցանց։ Արաքս համայնքում 550 միլիոն դրամ ներդրում ռոռոկման ցանցի կառուցում 17.6 կիլոմետր երկարությամբ։ Փարաքար համայնքում 250 միլիոն դրամի ներդրում, որից 220 միլիոնը ուղղվել է ռոռոկման ցանցի կառուցմանը 7.8 կիլոմետր երկարությամբ եւ եւս 30 միլիոն ջրամատակարարման ցանցի բարելավման, այսինքն խմելու ջրի մասին է խոսքը։ Խոյ 7.8 կիլոմետր ռոռոքում եւ 30 միլիոն դրամի ջրամատակարարման ցանցի բարելավում։ Խոյ համայնքում 310 միլիոն դրամի ներդրում, որից 290 միլիոն ուղղվել է ռոռոկման ցանցի կառուցում 9.3 կիլոմետր եւ 20 միլիոն ջրամատակարարման ցանցի բարելավում։ Այսինքն ստե որտեղ կիլոմետր չկա, այդ ցանցը միտեղ քայքայված է, միտեղ ասենք տարբեր, միտեղ դիտահոր է սարքվել, միտեղ էլ, որ ընդհանուր առման համակարգը ավելի լավ է աշխատի։ Բաղրամյան համայնքում 920 միլիոն դրամ ներդրում ռոռոկման ցանցի կառուցման համար 13.5 կիլոմետր երկարությամբ։ Մարզում ջրային ոլորտում իրականացվել են հետևյալ խոշոր կապիտալ ծրագրերը։ Մարզի տարածքում կառուցվել կամ վերակառուցվել են թվով 1049 ջրաչափական դիտակետեր եւ տեղադրվել են ջրաչափական սարքավորումներ 1049։ Մարզի Արմավիրի մարզի 12 խորքային հորերի վերանորոգման եւ նոր հորերի հորատման աշխատանքներ են իրականացվել։ Բաղրամյան համայնքի արտամետ բնակավայրում զույգ ցանց ներտնտեսային ջրանցքի վերակառուցում է իրականացվել 2.7 կիլոմետր երկարությամբ։ Վերականգնվել են միջտնտեսային ջրանցքների շուրջ 37 կիլոմետր ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ, ավելի քան 900 միլիոն դրամ արժեքով։ Մայիսյան եւ ակնալիջ բնակավայրերի Մեծամորի հեղատարի հունը մաքրվել է մոտ 1 կիլոմետր եւ ափապատնեշի բարձրացում է իրականացվել 150 մետր երկարությամբ, ջրամատակարարման այս ծրագրի վրա ծախսվել է 68.6 միլիոն դրամ։ Մեծամոր համայնքում կառուցվել է 12 խորքային հոր, 1000 գծամետր ջրանցք, 2.3 կիլոմետր խողովակաշար, 6.3 կիլոմետր ջրագիծ, 166 բաժանորդի եւ 580 շահառուի համար։ Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրում Արաքս գետի ափապաշտպան արգելաթումբը բարձրացվել է շուրջ 650 կիլոմետր իրականացվել են այդ աշխատանքները։ Եվ վերջապես 2018-ից 2026 թվականներին Արմավիրի մարզում վերանորոգված կամ վերանորոգվող հուշարձաններ հատուկ ուշադրություն եմ հրավիրում այս հատվածին, որովհետև գիտեք ինչ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցության որոշ ձեզ հայտնի ներկայացուցիչներ մեզ մեղադրում են մեր ինքնության հետ կապված խնդիրներ ստեղծելու համար։ Հիմա ձեր ուշադրությունն եմ հրավիրում։ Ինչ են կարել, այս մենակ Արմավիրի մարզում է, այսա մյուս մարզերի մասին որ խոսենք, այս հատվածին առանձնակի ուշադրություն եմ հրավիրում։ Զվարթնոց պատմամշակութային հնավայր թանգարանում, թանգարանային մասնաշենքի տանիքի հիմնանորոգում, հողածածկ տարածքի անցուղիների բարեկարգում եւ նոր բազալտե եզրաքարերի տեղադրում։ Երկու ծրագիրն էլ 23 թվին արել ավարտել են։ Հնձանների վերականգնում ավարտվել է 2024-ին
տարածքի բարեկարգում եւ լուսավորություն ավարտվել է 2025 թվականին։ Այսօր անցնելիս եթե մութ ժամը լինի, Զվարթնոցի լուսավորությունը կփորձեմ նաեւ ձեզ ցույց տալ։ Այգեշատ համայնքի թարգմանչած եկեղեցու վերականգնում հիմա ընթացքի մեջ է եւ կավարտվի 2026 թվականին։ Մեծամոր պատմահնագիտական հնավայրի պեղումներն ենք ֆինանսավորել շարունակական եւ մեծամորի թանգարան տանող ճանապարհն էլ Բարով վարչապետ մեծամոր հնագիտական թանգարանի շենքի վրա մեծամոր համայնքն է նաեւ ներդրում արել։ Բայց հիմա ես ճիշտ եմ չէ հիշում, որ Մայրուղուց մինչև թանգարանը տանող ճանապարհը արդեն լրիվ նորմալ վիճակ է։ Իմիջիալոց ովքեր չեն եղել մեծամոր թանգարանում, խորհուրդ եմ տալիս անպայման գնալ, ճանապարհը լավ վիճակում է եւ նաեւ զբոսաշրջային ընկերությունները հույս ունենք մեր զբոսաշրջիկներին կտանեն ցույց կտան։ Խանջան գյուղի ամրոցի պեղումներ, որոնք շարունակական իրականացվում են։ Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի նորոգում ամրակայում եւ վերականգնում, որը սկսվել է նախագծային փաստաթղթերի մշակմամբ, այսինքն նախագիծը կլինի եւ ընթացքը կապահովենք, պատմական Երևանդաշատ մայրաքաղաքի հնագիտական գեոռադարային ուսումնասիրություն։ Այս էլ շատ կարևոր աշխատանք է եւ որը կապված է մեր ինքնության։ Երբ որ մենք ասում ենք ինքնության պահպանում եւ զարգացում, այս նկատի ունենք։ Այս հուշարձանների մի մասին համոզված եմ, որ շատերը երբեք չեք լսել։ Այսօր կառավարությունը այդ հուշարձանները վերականգնում է, ու բնականաբար սկսում ենք պեղումներից եւ հետո նաեւ հասկանալով, որ անհրաժեշտ է նաեւ հանրահռչակել։ Եվ վերջապես վերջին հատվածը մեր այսօրվա խոսակցության վերաբերվում է Արմավիրի մարզի դոտացիաների հարցին։ Դոտացիան այն գումարն է, որ պետական բյուջեից հատկացվում է ընդհանուր ծախսերի համար հատկացվում է համայնքներին, դա սուբվենցիայի հետ կապ չունի։ Եվ երբ որ մենք դոտացիա ենք տալիս, համայնքը լրացուցիչ հնարավորություն է ունենում նոր նախագիծ սուբվենցիայով ներկայացնի։ Այսինքն հիմա կարանք մենք սուբվենցիոն նախագիծ ունենանք, որ երկու դեպքում էլ պետբյուջեից է ֆինանսավորվել մի հատ սուբվենցիոն ծրագրով, այս կողմից է դոտացիան է եկել եւ ամբողջական դե ֆակտո ֆինանսավորումը կառավարության կողմից։ Ուրեմն տեսեք ինչն է հետաքրքիր։ Արմավիրի մարզում 2018 թվականի բյուջեով համայնքներին մարզի հատկացվել է 4.4 միլիարդ դրամի դոտացիա։ Իսկ 2026 թվականի բյուջեով կազմում է 12.7 միլիարդ դրամ։ Այսինքն 2018-ից մինչև 2026 թվականը դոտացիաները աճում են 8.3 միլիարդ դրամով կամ 2.9 անգամ։ Այսինքն մոտ 3 անգամ։ Ընդհանուր առմամբ 2018-ից 26 թվականներին հատկացվել է 64.3 միլիարդ դրամի դոտացիա։ Հատկացված դոտացիաների աճը ըստ համայնքների ունի հետևյալ պատկերը։ Վաղարշապատ համայնքի դոտացիան աճել է 2.5 միլիարդ դրամով կամ 206%-ով։ Մեծամոր համայնքի դոտացիան աճել է 2.7 միլիարդ դրամով կամ 222%-ով։ Արմավիր համայնքի դոտացիան աճել է 1.3 միլիարդ դրամով կամ 158%-ով։ Արաքս համայնքի դոտացիան աճել է 683 միլիոն դրամով կամ 153%-ով։ Փարաքար համայնքի դոտացիան աճել է 584 միլիոն դրամով կամ 147%-ով։ Բաղրամյան համայնքի դոտացիան աճել է 538.3 միլիոն դրամով կամ 183%-ով։ Ֆերիկ համայնքի դոտացիան աճել է 45.4 միլիոն դրամով կամ ուշադրություն 987%-ով։ Սա այն է, ինչի մասին դուք ասում եք։ Այսքանը արդեն քանի րոպե, 50 րոպե եթերում ենք, բայց սա համառոտ ներկայացումներ, ճիշտ է, որ ուզենանք խոսանք ծրագրից մի երկու։ Մի բան կուզենամ ավելացնել, շատ կարևոր է։ Պետության աջակցությամբ սուբսիդավորված ծրագրերով մարզում ինտենսիվ այգիների շատ կարևոր թեմա։ Ուրեմն 6891 հեկտար
ինտենսիվ այգի է հիմնվել եւ Ինչքան 6900 18-ից միջև։ այո, եւ 3000 աշխատատեղ։ Ու այս այն տարածքում է, որ Բաղրամյանի տարածքում է եւ տարիներ առաջ մարդիկ այդտեղ մենակ անասնապահությամբ էին զբաղվում։ Բայց հիմա Հայաստանում նման տեղեր էր 6000 հեկտար, 6000 մի հատ էլ թիվը կա, 6895 հեկտար եւ 3000 աշխատատեղ։ Դա իսկապես շատ լուրջ եւ շատ մեծ թիվ է եւ իհարկե մենք առաջիկայում այս աջակցության ծրագրերը ինտենսիվացնելու ենք, նաեւ սառնարանային տնտեսությունները աջակցելու եւ այլն, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Հիմա սիրելի ժողովուրդ, տեսեք, երբ որ հիմա ասենց մենք մի հատ բրոշյուր ենք բան արել, 2025-ին ենք հրատարակել, որտեղ 2018-ից 2024-ի ներդրումներն ենք նկարագրել եւ սուբվենցիոն եւ ուղիղ, սա վերաբերվում է մենակ Արմավիրի մարզին, մինչեւ 24 թիվը, որ ես ասում եմ, ես ինչ որ ներկայացրի համառոտնա, այս բրոշյուրները բոլորը պատկերացրեք, ասենք քանի էջա 100 էջանոց բրոշյուրը, այս կսած տեսեք, այս որ խոսում ենք, որ տեխնիկա ենք ձեռք բերել համայնքների համար, տեսեք, այս ամենա ինքնաթափ, էքսկավատոր, մեքենաներ, տրակտորներ, հակակարկտային կայաններ, տանիքների նորոգում, էլի տրակտոր տեխնիկա, խաղահրապարակներ, որոնց ըստ էության չանդրադարձանք այս ընթացքում, հուշարձան, մշակույթի տուն, այսինքն ասենք, որ հիմա այս բոլոր ծրագրերը եւ ելի եմ ասում 2024-ի դրությամբ արդյունքներով մենք Արմավիրի մարզում 178 միլիոն դոլար ներդրած ենք եղել, բայց հիմա մարզերում մեր ներդրումները արագանում են, որովհետեւ արդեն 2026-ի դրությամբ արդեն մեր ներդրումները 200 միլիոն դոլարը գերազանցում են, այսինքն 2024 թվականին եղել է 170 միլիոն, 2026 թվականի այսօրվա դրությամբ, նո հիմա շատ բաներ ընթացքի մեջ են, բայց մոտավորապես 220 միլիոն դոլարի կարգի ծրագրեր ընթացքի մեջ են կամ արդեն արված են։ Սա այս ամեն ինչի մասին է, այս ամեն ինչը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է եւ բնականաբար ինչպես եւ տեսակ Արմավիրի մարզն էլ է ծաղկում։ Եվ սա մի բանի շատ ուղիղ եւ կոնկրետ վկայությունն է, որ մենք սիրում ենք բոլորիդ։ Լավ եղեք, սիրելի արմավիրցիներ, սիրում ենք բոլորիդ։ Եվ արմավիրցիներ սպասում ենք։ Եվ այսօր մեր մի րոպե առիթից օգտվեմ նաև մեր մարզային այցելությունների գրաֆիկը ներկայացնեմ։ Ուրեմն ես այստեղից դուրս ենք գալիս, ժամը 10-ին լինելու ենք Փարաքարում, ժամը 12:00-ից Գայ բնակավայրում, ժամ 1-ին Էջմիածնում, 2:30 Մեծամորում, 3:45 Դալարիկում, 4:50 Սարդարապատում, 5:50 արդեն Արմավիր կվերադառնանք, Արմավիր խոշորացված համայնք, եւ ժամը 19:30-ին 7:30 Արմավիրի կենտրոնական հրապարակում արդեն մեր մեծ հանդիպումն ալնելու մարզային հանրահավաքն ալնելու բոլորից սպասում ենք եւ իհարկե հիմնական հավաքը այն բնակավայրերը, որտեղ չենք մտնելու, նաեւ մյուս բնակավայրերի բոլոր բնակիչներին սպասում ենք Արմավիրի կենտրոնական հրապարակում եւ ուզում եմ ներողություն խնդրել այն բնակավայրերը, որ չենք մտնում, որովհետեւ հասկանում եք, որ ֆիզիկապես հնարավոր չի, մենք երթուղիները գծում ենք այնպես, որ ժամանակը ռացիոնալ օգտագործենք, բայց այս ընթացքում տասնյակ բնակավայրեր այցելել ենք, ես գոնե այցելել եմ տարբեր նախագծեր, այս նախագծերի մի մասը մանկապարտեզ դպրոց բացումներին անձամբ մասնակցել եմ եւ դեռ հետագայում էլ կմասնակցեմ։ Լավ եղեք, մինչեւ հանդիպում, սիրելի արմավիրցիներ, պարոն մարզպետ, շնորհակալ եմ
նաև ձեր մեկնաբանությունների եւ ճշգրտող տեղեկությունների համար։ Շնորհակալ, պարոն վարչապետ։ Դե առայժմ